Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Ես Մեսրոպ Մաշտոցն եմ։ Ես հիմա ձեզ կծանոթացնեմ հայոց այբուբենի հետ։ Ա մեծատառ, ա փոքրատառ, այս տառը հայոց այբուբենի առաջին տառն է։ Սիրելի երեխաներ, կարող եք ասել, թե որ լեռն է պատկերված։ Արարատ լեռը, իսկ դուք գիտեք, որ Արարատ լեռը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթն է և Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է Սուրբ լեռ։ Սիրելի երեխաներ, մենք ինչ այլ բառեր գիտենք ա տառով սկսվող։ Արև։ Արևը բնության ամենամեծ օգնականն է, որը տալիս է մեզ լույս, ջերմություն և սնունդ։ Բույսերը, ծառերն ու ծաղիկները արևի լույսի շնորհիվ են պատրաստում իրենց սնունդը։ Առանց արևի ոչ մի խոտ կամ միրգ չէր լինի։ Ամպ։ Ամպիկը երկնքում հավաքում է ջրի փոքրիկ անտեսանելի կաթիլները։ Երբ նա արդեն շատ է լցվում ու ծանրանում, ասում է. «Դե ժամանակն է ջրելու բույսերին ու ծաղիկներին» և մեզ նվիրում է ձյուն կամ անձրև։ Անձրև։ Անձրևը բնության խմելու ջուրն է, որն օգնում է, որ ամեն ինչի շուրջը լինի կանաչ ու գեղեցիկ։ Անձրևից հետո օդը դառնում է շատ թարմ ու հաճելի։ Անտառի կենդանիների համար ջուր է հավաքվում փոսերում ու առվակներում։ Իսկ կենդանական աշխարհից ում գիտեք ատառով սկսվող աքաղաղ։ Աքաղաղը գյուղի զարթուցիչն է։ Հենց արևը ծագում է, նա բարձր կանչում է. «Ծուղրուղու», որպեսզի մարդիկ և կենդանիները արթնանան։ Արջ։ Նրանք ունեն հիանալի հոտառություն, բայց թույլ տեսողություն։ Արջերը ամենակեր են, նրանք ուտում են և բույսեր, և միս, շատ են սիրում մեղր։ Շատ արջեր ձմռանը մտնում են իրենց որջերը և քնում մինչև գարուն։ Առյուծ։ Առյուծին անվանում են կենդանիների արքա։ Նա շատ ուժեղ է, ունի սուր ատամներ ու հզոր թաթեր։ Առյուծը գիշատիչ է, այսինքն սնվում է մսով։ Նա շատ արագ է վազում և կարողանում է մեծ թռիչքներ կատարել։ Ապրում են տաք Աֆրիկայում։ Աղավնի։ Աղավնիներին հաճախ անվանում են խաղաղության թռչուններ։ Նրանք շատ բարի ու հանդարտ են։ Գիտեիր, որ հնում, երբ դեռ չկային հեռախոսներն ու համակարգիչները, աղավնիները աշխատում էին որպես փոստատարներ։ Եթե ցանկանում ես ընկերանալ աղավնիների հետ, նրանց համար ցորեն կամ արևածաղկի սերմեր տար զբոսայգի։ Նրանք շատ արագ կսովորեն քեզ և չեն վախենա։ Աղվես։ Աղվեսը անտառի ամենախորամանկ ու խելացի կենդանիներից մեկն է։ Նա նման է շնիկի, բայց ունի շատ թավ ու գեղեցիկ պոչ։ Նրա պոչը նրա վերմակն է։ Երբ ձմռանը աղվեսը քնում է, պոչով փաթաթվում է, որ չմրսի։ Աղվեսն ապրում է հողի տակ փորված տնակում, որը կոչվում է որջը։